Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն այսօր կայցելի Ադրբեջան։ Այցին ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Փեզեշքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի Իրանի համար, նշելով, որ երկու երկրները շատ բան կարող են անել իրար համար։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է երկրների ինքնիշխանությունը, իրավունքները եւ տարածքային ամբողջականությունը հարգելը։ Յուրաքանչյուր կողմ պետք է բավարարվի իր ունեցածով եւ չհավակնի մյուսի տարածքին։ Հակամարտությունն առաջանում է, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուսի հողերը։ Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Հուսով ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խնդիրները կլուծվեն հիմք ընդունելով միջազգային իրավունքը, նշել է Մասուդ Փեզեշքյանը, հավելել. Թեհրանի ջանքերն ուղղված են, որ երկու հարևան երկրներն ապրեն բարիդրացիական եւ խաղաղ համակեցության պայմաններում։ Իրանի նախագահը պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը եւ հարևան պետությունների տարածքի նկատմամբ հավակնությունների բացառումը։ Նա շեշտել է, որ անդրսահմանային հաղորդակցությունների հարցերը պետք է լուծվեն բացառապես բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով։ Իրանը Ադրբեջանին իր տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է տրամադրում, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ կա պայմանավորվածություն, հավելել է Փեզեշքյանը։ Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, ուզում եմ փակել Իրանի հարցը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը։ Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության, կարծում եմ մենք դրան կհասնենք առանց ռումբեր նետելու, հավելել է Թրամփը։ Թրամփը նաև հորդորել է Ռուսաստանին դադարեցնել հարձակումներն Ուկրաինայում։ Նա հայտարարել է. հիասթափված է, որ Ռուսաստանը շարունակում է հարձակվել։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Վատիկանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը լավ է անցել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկնել է Իրանի միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժման կոչը։ Ես նախագահ Թրամփին զգուշացրել եմ եւ հուսով եմ, որ դա կանեն բանակցողները։ Մենք սերտ կապի մեջ ենք Միացյալ Նահանգների հետ։ Իսրայելի դիրքորոշումը երբեք չի փոխվի։ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, հայտարարել է Իսրայելի վարչապետը, հավելելով, որ դա կանխելու ճանապարհը Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքի ապամոնտաժումն է։ Նրա խոսքով միակ լավ գործարքը, որն աշխատում է, լիբիական սցենարն է, որի շրջանակում ամբողջ ենթակառուցվածքը չեզոքացվել է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը շարունակել են կարծիքների փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական դրույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը պաշտոնապես հաստատել է, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում Ռուսաստան զորքեր է ուղարկել։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Կիմ Չեն Ընն այդ քայլը համարել է սուրբ առաքելություն, ամրապնդելու բարեկամությունն ու միասնությունը երկու երկրների միջև, ապահովելու նրանց զարգացումն ու բարգավաճումը եւ պաշտպանելու իր պետության պատիվը։ Ռուսաստանի Դաշնության տարածքում մեր զորքերի ռազմական գործողությունները լիովին համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին եւ Հյուսիսային Կորեայի ու Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի դրույթներին եւ դրա ճիշտ իրականացման օրինակելի դրսեւորումն են, ընդգծել են կենտրոնական ռազմական հանձնաժողովից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են Կուրսկի շրջանում իրականացված գործողությանը։ Նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա հատուկ նշանակության ջոկատի զինվորների սխրանքը։ Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել էր Կուրսկի շրջանի նկատմամբ լիարժեք վերահսկողության վերականգնման մասին։ Միևնույն ժամանակ նա նշել էր Հյուսիսային Կորեայի աջակցության փաստը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ կորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի շրջանում ռազմական գործողություններին համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։ Մերի Ներսիսյան, լուրեր։